Ուշադրություն, բարի երեկո բարեկամներ։ Ուրարտու մարզադաշտը հրավիրում է բոլոր ֆուտբոլասերներին հետևելու Ալֆայելի համակարգի կիսաեզրափակիչ Բետիս Բարսելոնա հանդիպման ընթացքին։ Ֆուտբոլիստները մրցավարի ուղեկցությամբ դուրս են եկել խաղադաշտ։ Ամեն ինչ պատրաստ է խաղի մեկնարկի համար։ Ֆուտբոլիստները տրամադրված են մարտական, դուրս են եկել միայն հաղթելու համար։ Եվ այսօր կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի դուրս գան եզրափակիչ։ Անհամբերությամբ սպասում են մրցավար Ռաֆայել Ղազարյանի մեկնարկային սուլիչին։ Բավականին հետաքրքիր պայքար է խոստանում այս հանդիպումը։ Հանդիպումը մեկնարկում է բարեկամներ գնդակով։ Բետիսի ֆուտբոլիստներն են։ Այսպայն եկեք անցնենք մրցող թիմերի կազմերի, որից հետո արդեն կհետևենք խաղի ընթացքին, սկսենք Բարսելոնայից։ Համար 1 Նարեկ Ղազարյան, համար 4 Ռևիկ Եղիազարյան, համար 6 Ռազմիկ Սարիբեկյան, համար 9 Սամվել Թամարյան, Բետիսն է գնդակով, արված, փակում են գնդակի ճանապարհը։ Համար 10 Յուրի Հակոբյան, համար 11 Ռաֆայել Մաթևոսյան, համար 14 Գևորգ Զաքարյան, հարված ինչպիսի վտանգավոր հարված է դարպասաձողն է փրկում ևս մեկ հարված։ Բավականին ակտիվ են սկսել Բետիսի ֆուտբոլիստները։ Համար 14 Գևորգ Զաքարյան, համար 22 Ռուբեն Սարգսյան, համար 77 Համլետ Հովանեսյան և համար 99 Դավիթ Ավետիսյան։ Կրկին Բետիսն է գնդակով։ Չեզոքացնում է սպառնալիքը Բարսելոնայի ֆուտբոլիստները, անցնենք Բետիսին։ Համար 5 Սուրեն Հայրապետյան, համար 7 Դավիթ Մուսախանյան, համար 8 Ալիկ Բաղդասարյան, համար 9 Գոր Գևորգյան, համար 12 Սուրեն Սարգսյան, համար 17 Արտուր Գևորգյան, հաջորդը մեզ մոտ Վանիկ Պետրոսյանն է, համար 41 Վարդան Պետրոսյան, համար 87 Գևորգ Բադալյան և համար 99 Անդրանիկ Ադամյան։ Բարսելոնան է գնդակով և եզրային նետում։ Բավականին ակտիվ սկսեցին խաղը Բետիսի ֆուտբոլիստները, մի քանի անգամ վտանգավոր գրոհներ ձեռնարկեցին։ Հիմա հերթը Բարսելոնայինն է, գրոհելու կենտրոնով շարժում է առաջ։ Ուղղացումը պետք կատարել։ Հարված և բավականին բարձր ընթացավ հարվածը։ Եվ հիմա Բետիսը կձեռնարկի իր հերթական գրոհը։ Ծրագրում Բետիսի կազմում 17 հատկարատ ճշտի կարոզել։ Ծրագրում Բետիսի կազմում 17։ Եզրային նետում։ Ոչ, այստեղ անկյունային արված իրավունք են վաստակել Բետիսի ֆուտբոլիստները։
Անկյունային իրացված է Մուսախանյան հարված հրաշալի հարված է կատարում Դավիթ Մուսախանյանը և հերթական անկյունայինը կտեսնենք Բետիսի կատարմամբ փոխանցում Բարսելոնայի ֆուտբոլիստն է առաջինը հասնում գնդակին փոխանցումը չհասավ նկատել էր Ռաֆայել Մաթևոսյանին ով ձախ եզրով սլանում էր առաջ բայց փոխանցումը չհասավ հասցեատիրոջը Հիմա Բետիսի գրոհը տեսնենք ինչ զարգացում կստանա Գորգևորքյան փոխանցում Աչեզար Երկար փոխանցում դեպի Մուսախանյանը բայց գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից եզրային նետում Վանիկ Պետրոսյան Անդրանիկ Ադամյան հարվածում է դարպասին Անաջող հարված էր բավականին բարձր ընթացավ հարվածը և հիմա արդեն Բարսելոնայի դարպասապահ գնդակը կմսնի խաղի մեջ Нормально. Да, что-то шоколадку съел. Шоколадку съел, подтягивался на турничке. Սուլիչիկա կարող են շարունակել հանդիպումը Բարսան է գնդակով Երկար փոխանցում առաջ Փոխանցումը պետք կատարել Պետք է փոխանցում կատարել արդեն շրջափակեցին հիմա Բետիսի ֆուտբոլիստին Եվ խաղի կանոնների խախտում Ռաֆայել Մաթևոսյանը խախտեց կանոնները Մի փոքր ընկավ բարեկամներ խաղի տեմպը Հիմա Բետիսն է գնդակով կենտրոնով շարժում են առաջ Բետիսի ֆուտբոլիստները Փոխանցում Աչեզար Եվ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Անկյունային հարվածի իրավունք են վաստակել կրկին Բետիսի ֆուտբոլիստները Վանիկ Պետրոսյանն է պատրաստում իրացնել անկյունայինը Փոխանցում առաջ, հարված և անհաջող էր հարվածը Եվ Բարսելոնայի արագ հակագրոհը փոխանցում դեպի Մաթևոսյանի ուղղությամբ, բայց Ռաֆայել Մաթևոսյանը Բարսելոնայի թիմի ավակը չկարողացավ, ինչպես հարկն է կասեցնել գնդակը Պետրոսյան Խաղի կանոնների խախտում Բարսելոնայի ֆուտբոլիստի կողմից Եվ հիմա արդեն Բետիսը ձախ եզրով կշարժվի առաջ փորձելով ձեռնարկել իր հերթական գրոհը փոխանցում առաջ Մնում է գնդակը Բետիսի մոտ գրոհ շարունակվում է փոխանցում Աչեզար Մուսախանյան հարված փակում է հարվածի ճանապարհը Բարսելոնայի 10 համարը
Եզրային հետո մի փոքր պասիվ են այսօր Բարսելոնայի ֆուտբոլիստները, Բետիսը հրաշալի խաղ է ցուցադրում այսօր պարզապես։ Անդրանիկ Ադամյան Ետ փոխանցում դեպի դարպասապահը։ Խաղի կանոնների խախտում Մուսախանյանի հետ պայքարում։ Բարսելոնայի 11 համարը Ռաֆայել Մաթևոսյանը դեռևս չի կարողանում այսօր մտնել խաղի մեջ, այսպես ասած։ Նա թիմի առաջատարն է գլխավոր ռմբարկում, բայց դեռևս սրոներ են այսօր խաղադաշտում լուսատախտակին, ինչպես ասում են։ Երկար փոխանցում առաջ Մաթևոսյանը ստանում է գնդակը, փորձում է շրջանցել մրցակցին, բայց անհաջող։ Հիմա Բետիսը կփորձի արագ հակագրող կազմակերպել, բայց որոշեցին կարճ փոխանցումներով շարժվեն առաջ։ Կրկին Բետիսն է գնդակով։ Փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, հեռացված է գնդակը։ Մաթևոսյանը տեղափոխվել է խաղադաշտի աջ եզր։ Եվ եզրից Բետիսը գնետի գնդակը խաղի մեջ։ Դամյան։ Բասվեք, ճիշտ է, շարժեք։ Հատասեք ինչպիսի հրաշալի կերպով են համագործակցում խաղադաշտում Բետիսի ֆուտբոլիստները։ Մուսախանյան հարված, բարձր էր հարվածը, փորձեց անակնկալի բերել Մուսախանյանը մրցակցի դարպասապահին, բայց հարվածը բարձր է ընթանում և հիմա Բարսան կփորձի կազմակերպել հերթական գրոհը, բայց չեն շտապում։ Փոխանցում է պետք կատարել, դժվարությամբ են Բարսելոնայի ֆուտբոլիստները դուրս գալիս պաշտպանությունից։ Եվ տեսեք, պարզ իրավիճակում կորցնում են գնդակը և Բետիսի հակագրոհը շարունակվում է։ Ադամյան հարված և հրաշալի է խաղում։ Հիմա Բարսելոնայի դարպասապահ հրաշալի ցատկով գնդակը դուրս է բերում անկյունային։ Փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, հարված և բարձր է ընթանում հարվածը։ Հարված Բարսելոնայի դարպասից Այո, հենց մեկնարկային րոպեներից Բետիսը տիրեց խաղային և տարածքային առավելությանը։ Մի քանի անգամ բավականին վտանգավոր գրոհներ ստեղծեց մրցակցի Տուգանային հրապարակում, սակայն Բարսելոնայի դարպասապահ Հայլուն սեյվերի հեղինակ դարձավ։ Դեռևս 0-0 Բետիս Բարսելոնա։ Հաշիվը բացված չէ։ Բետիսն է գնդակով, շարժում է առաջ։ Փոխանցում է պետք կատարել, բայց խաղի կանոնների խախտում։ Եվ Դավիթ Մուսախանյանը կիրացրի Տուգանային հարվածը։ Հրաշալի մարզավիճակում է
Մուսախանյանը տեսնենք, փոխանցում գրո շարունակվում է, Մուսախանյան, փոխանցում սա ավելի շատ հարվածի էր նման և գնդակը մի փոքր շեղությամբ դուրս եկավ դաշտի սահմաններից կրկին գնդակի կորուստ Այս մնում է Բարսելոնայի մոտ գնդակը շարժում է առաջ Փոխանցումը պետք կատարել և վաստակում է, ամեն դեպքում վաստակում է անկյունայինի իրավունք Բարսելոնայի ֆուտբոլիստը Տեսնենք ինչպես կիրացնեն այս անկյունայինը Ոչ այստեղ Մինչ գնդակը դուրս կգար անկյունային խաղի կանոնների խախտում է եղել և տուգանային հարված վտանգավոր դիրքում բավականին հարված և անկյունային Այս անգամ արդեն անկյունային Մի փոքր կարծես թե ակտիվացան Բարսելոնայի ֆուտբոլիստները Կարողանան արդյոք տեմպը պահել և փորձել գրավել մրցակցի դարպասը փոխանցում Հարված շեղեր Ռաֆայել Մաթևոսյանը հարվածեց դարպասին Այո, թիմի առաջատարը և գլխավոր ռմբարկուն Կարողանա արդյոք այսօր Մաթևոսյանը գրավել մրցակցի դարպասը ցույց կտա ժամանակը Բարսելոնան է գնդակով փոխանցում Աչեզար Մաթևոսյան հրաշալի փոխանցում է Փոխանցում Հարված չստացվեց հարվածը Հրաշալի գոլ կարող է ստացվել եթե իհարկե դիպեր գնդակին Բարսելոնայի ֆուտբոլիստը Բետիսն է գնդակով Հանդիպան 17-րդ րոպեն է բարեկամներ 0-0 Վանիկ Պետրոսյան Հրաշալի փոխանցում էր հարված և եզրային նետում Բարսելոնայի ֆուտբոլիստից դուրս եկավ գնդակը դաշտից, հիմա Բետիսը կնետի խաղի մեջ Չեզոքացնում է սպառնալիքը, բայց մնում է գնդակը Բետիսի մոտ Հարված և ինչպիսի դիրքից է վրիպում հիմա Բետիսի ֆուտբոլիստը Եվ հարված Բարսելոնայի դարպասից Խաչում դեպի Մաթևոսյանը, բայց Բետիսի ֆուտբոլիստն առաջինն է հասնում գնդակին և չեզոքացնում է սպառնալիքը Պետրոսյան Շարժում է առաջ հարված և շեղեր Բավականին հեռու տարածությունից հարվածեց Վանիկ Պետրոսյանը դարպասին Փոխանցում Զախեզար, Բարսելոնայի հերթական գրոհը, տեսնենք ինչպիսի ընթացք ունենա և կրկին ձախողում են գրոհը Բարսայի ֆուտբոլիստները Մուսախանյան և անկյունային, հերթական անկյունայինը կիրացնեն Բետիսի ֆուտբոլիստները արդեն խաղադաշտի այս անգամ հակառակ եզրից Տեսնենք ինչպես կիրացնեն այս անկյունայինը, փոխանցում առաջ, հարված,
Շեղեր հարվածը։ Պետք է կրկնել նետումը։ Փոխանցում է պետք կատարել, հեռացնում են, պարզապես հեռացնում են գնդակ իրենց տուգանային հրապարակից Բարսելոնայի ֆուտբոլիստները։ Ինչ-որ բան պակասում է այսօր Բարսելոնայի խաղում, ոչինչ չի ստացվում, չեն կարողանում վտանգավոր գրողներ կազմակերպել Բետիսի տուգանային հրապարակում, Բետիսի դարպասին։ Երկար փոխանցում առաջ, հրաշալի փոխանցում էր, բայց սա ավելի շատ հարվածի էր նման, որը որ շեղ է ընթանում։ Մատևոսյանը չկարողացավ հասնել, գնդակին ուժեղ էր փոխանցումը։ Մուսախանյան շարժում է առաջ, հարված և անկյունային փակում է Բարսելոնայի ֆուտբոլիստը հարվածի ճանապարհը, բայց եթե հարվածն ընթանար դեպի դարպասը բավականին վտանգավոր կլիներ, չնայած Բարսելոնայի դարպասապահը հրաշալի խաղ է ցուցադրում այսօր, հրաշալի փոխանցում դեպի Ռաֆայել Մատևոսյանը հասնում է գնդակին, Մատևոսյան Հարացված է գնդակը, բայց գրոհը շարունակվում է։ Ուժեղ էր փոխանցումը, այո, վճռորոշ փոխանցումը չի ստացվում Բարսելոնայի մոտ։ Չեն շտապում Բետիսի ֆուտբոլիստները, Մուսախանյան, ետ փոխանցում, ճիշտ է ընկավ գրոհի տեմպը, խաղի տեմպը, բայց կրկին Բետիսն է գրոհում, փոխանցում առաջ, անհաջող էր փոխանցումը, Հրաշալի փոխանցում է, բայց պատասխան փոխանցումն անհաջող էր և հիմա արդեն հարված դարպասից Վանիկ Պետրոսյանն է գնդակով Տեսեք ինչպիսի հրաշալի փոխանցումներով Բետիսը կարողանում է մտնել մրցակցի տուգանային հրապարակ, Պետրոսյան, հարված և շեղեր հարված։ Քիչ ժամանակ է մնում առաջին խաղակեսի ավարտին։ Հաշիվը բացված չէ, 0-0 հիմա Բարսելոնան է գնդակով։ Կրկին անհաջող փոխանցում Բետիսի պատասխան փոխանցումը ևս չհասավ ասիատիրոջը Մատևոսյան չկարողացավ ինչպես հարկն է ընդունել գնդակը Ռաֆայել Մատևոսյանը և Դավիթ Մուսախանյանը սկսում է իր թիմի հերթական գրոհը, բայց փոխանցումն ուժեղ էր և Ադամյանը չկարողացավ ընդունել գնդակը
խապսը տալիս։ Սնում է առաջ, Մաթևոսյան։ Փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, բայց Մաթևոսյանի փոխանցումը անհաշվ է նկատել եւ Մուսախանյանը փոխանցում է ձախ եզր, բայց այնտեղ փոխանցմանը ոչ ոք չէր սպասում։ Եզրային նետում Մաթևոսյանը կնետի գնդակը եզրից։ Փոխանցում է պետք կատարել, շարժում է առաջ, խապս է տալիս։ Թողնում է գնդակը խաղի կերոջը, բայց չհասկացան միմյանց հիմա Բարսելոնայի ֆուտբոլիստները գնդակի կորուստ։ Եվ Բետիսի արագ հակագրոհը ևս պսակվում է անհաջողությամբ։ Սխալ փոխանցումները շատ են, այո։ Մաթևոսյանը ստանում է գնդակը, շարժում է առաջ, փոխանցում, արված, չստացվեց։ Բարսելոնայի 4 համարը Ռևիկ Եղիազարյանն էր հայտնվել հարձակման կրակագծում։ Մաթևոսյան անդադար շարժման մեջ է խաղադաշտում Ռաֆայել Մաթևոսյանը, անընդհատ տեղաշարժում է, բայց դեռևս չունենք դարպասի գրավում։ Մուսախանյանը հարմար դիրքում սպասում է փոխանցման, բայց փոխանցում են կատարում աջ եզր։ Կրկին Բարսելոնան է գնդակով։ Չեն շտապում շարժվել առաջ, կարճ փոխանցումներով փորձում են մտնել մրցակցի Տուգանային հրապարակ, բայց առաջին խաղակեսը ավարտվում է բարեկամներ, գոլազուրկ ոչ ոքի առաջին կեսից հետո։ Այս պահին կարճատև դադար, որից հետո կշարունակենք ռեպորտաժը։ Բարեկամներ, վերադառնում ենք Ուրարտու մարզադաշտ, որտեղ այսօր տեղի է ունենում ԱՖԵԼ-ի Summer Cup-ի կիսաեզրափակիչ Բետիս Բարսելոնա հանդիպումը սկսված է երկրորդ խաղակեսը։ Առաջին կեսից հետո հաշիվը բացված չէ 0-0։ Քիչ թե շատ հետաքրքիր պայքարում անցավ առաջին խաղակեսը։ Հենց մեկնարկային րոպեներից Բետիսը տիրեց խաղային եւ տարածքային առավելությանը։ Մի քանի անգամ սպառնալից պայեր ստեղծեց Բարսելոնայի դարպասին, բայց Բարսայի դարպաս ապա մի քանի դրվագում փրկում է իր թիմին վերահաս գոլից։ Տեսնենք ինչ ընթացք ունենա բարեկամների երկրորդ խաղակեսը, կրկին Բետիսն է գնդակով։ Բարսելոնան իհարկե փորձեց հնարավոր ամեն ինչ անել գրավելու մրցակցի դարպասը, բայց ինչ որ մի բան պակասում է այսօր Բարսայի խաղում։ Վճռորոշ փոխանցումը չի ստացվում, բայց հուսանք Բարսելոնայի ֆուտբոլիստները կկարողանան բեկում մտնել խաղի մեջ եւ փորձեն իրենք եւս վտանգավոր պահեր ստեղծել մրցակցի դարպասին։ Հիմա եզրային նետում Բետիսն է իրացնում նետում գնդակը եզրից։ Ինչ վերաբերվում է Բետիսին, ապա Բետիսը բավականին լավ մարզավիճակում են Բետիսի ֆուտբոլիստները։ Անդադար գրոհում են, սակայն Բետիսի հարձակողներին պակասում է դիպուկությունը դեռևս։ Փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, հեռացված է, բայց գրոհ շարունակվում է, հարված։ Եվս մեկ հարված եւ բավականին բարձր ընթացավ հարվածը։
Հարված Բարսայի դարպասից։ Բետիսն է գնդակով։ Հատեսեք ինչպես երաշալի փոխանցումներով շարժում են առաջ Բետիսի ֆուտբոլիստները, փոխանցում դեպի Տուգանային հրապարակ։ Հարված թույլ էր։ Հեռացված է գնդակը, բայց այն մնում է Բետիսի մոտ։ Հրաշալի են պաշտպանվում Բարսելոնայի ֆուտբոլիստները, դեռևս կարողանում են կազմաքանդել մրցակցի գրողները, Պետրոսյանը չկարողացավ ընդունել գնդակը և հարված դարպասից։ Եղեզարյան կորցնում է գնդակը Ռևիկ Եղեզարյանը և Բարսելոնայի գրողը շարունակվում է ետ փոխանցում դեպի դարպասապահը։ Հատեսեք ինչպիսի հրաշալի փոխանցում դեպի Եղեզարյանը, փոխանցում և եզրային նետում։ Բարսելոնան եզրից կնետի գնդակը, տեսնենք ինչպես կզարգացնեն այս գրողը, անհաջող փոխանցում Մուսախանյան։ Բետեսը ևս չի շտապում շարժվել առաջ, կարճ փոխանցումներով փորձում են զարգացնել իրենց հերթական գրոհը։ Մուսախանյան հրաշալի փոխանցում էր, բայց խաղընկերը չի հասնում գնդակին։ Փոխություն Բարսելոնայի կազմում։ Կրկին Բետիսն է գնդակով կենտրոնով, շարժում են առաջ, ետ փոխանցում։ Փոխանցում դարպասապահը հեռացնում է գնդակը։ Այո, բավականին լավ մարզավիճակում է Բարսելոնայի դարպասապահը։ Գրավիությունը տեղափոխում են Զախեզար։ Մուսախանյան, հարված, շրջադարձ հարվածով փորձեց գրավել դարպասը, բայց անհաջող հարված էր։ Ադամյան, խանցում Զախեզար։
Ճիշտ է, Բետիսը բավականին ակտիվորեն գրոհում է, անդադար գրոհում են, սակայն վերջին վճռորոշ փոխանցումը չի ստացվում Բետիսի մոտ։ Խառը իրավիճակ է, արված և կրկին դարպասապահն է փրկում Բարսելոնային, ինչպիսի հրաշալի սևի հեղինակ է դառնում Բարսելոնայի դարպասապահը։ Անկասկած լավագույնն է այսօր խաղադաշտում Բարսելոնայի կազմում։ Փոխանցում։ Անհաջող փոխանցում է։ Տեսնենք ինչ որոշում է կայացնում մրցավարը։ Որովհետև խմեք ջան, մինչև այդ ֆորմի դրվածները խոլ այլը 10 համարի։ Տեսնենք ինչ է որոշել մրցավարը, ամեն ինչ կարգին է, չկա ոչ մի խախտում։ Մինչև գրոհի ավարտը Բետիսը խախտել էր կանոնները Բարսելոնայի ֆուտբոլիստի նկատմամբ։ Մաթևոսյան կորցնում են գնդակը Բարսայի ֆուտբոլիստները, բայց մնում է գնդակը Բարսելոնայի մոտ, վարկյաններով կրկին գնդակի կորուստ։ Շարժում է առաջ, փոխանցում։ Չասավ փոխանցումը Մաթևոսյանին և Բարսան բավարարվում է միայն եզրային նետման իրավունքով։ Սուլիչիկը կարող են նետել գնդակը։ Դեռևս 0-0 բարեկամներ Բետիս Բարսելոնա։ Եթե հանդիպումը այսպես էլ ավարտվի, ապա հաղթողը կորոշվի հետխաղային 11 մետրանոց հարված աշարերով։ Ուսախանյան հասնում է գնդակը խաղընկերոջը։ Ապրեսինգ մարտավարության շնորհիվ Բետիսի ֆուտբոլիստը խլում է կրկին գնդակը։ Ամյան Ուսախանյան հրաշալի գրոհ կարող է ստացվել, բայց փոխանցումն անհաջող էր։ Եղեզարյան հեռացնել է պետք։ Դանդաղության արդյունքում կորցրեց գնդակը։ Բետիսի ֆուտբոլիստը ստանում է գնդակը և փոխանցում։ Ադամյան հարված և բարձր էր հարվածը։ Այսօր բավականին շատ են դիմում հեռար հարվածների օգնությանը Բետիսի ֆուտբոլիստները, բայց դեռևս չունենք դարպասի գրավում, Մաթևոսյանն է գնդակով։ Եղեզարյան փոխանցումն անհաջող էր։ Խապս է տալի, շարժում է առաջ աչեզրով Բարսելոնայի ֆուտբոլիստը։ Հրաշալի համագործակցություն, շարժում է առաջ, բայց չկարողացավ եզրափակել գրոհը Բարսելոնայի ֆուտբոլիստը և հիմա տեսնենք Բետիսի արագ հակագրոհը։ Մուսախանյան շարժում է առաջ, բայց կորցրեց գնդակը Դավիթ Մուսախանյանը։ Եվ ապա վարկյանները անցխախտեց խաղի կանոնները։
Կնային հարված Ինչ է անում Բարսելոնայի ֆուտբոլիստը քիչ էր մնում գնդակը հայտնվել դարպասում Հարված դարպասից Երկրորդ կեսում մի փոքր պասիվ են Բետիսի ֆուտբոլիստները Առաջին կեսը շատ հաջող սկսեցին Անդադար գրողներ Կրկին Բետիսն է գնդակով Ինչ վերաբերվում է Բարսելոնային, ապա Բարսելոնան երկրորդ կեսում հաճախ դիմում է պրեսինգ մարտավարության օգնությանը հարված Հրաշալի հարված կատարեց Ռաֆայել Մաթևոսյանը, բայց մի փոքր բարձր ընթացավ հարվածը Բավականին հուժկու հարվածների է տիրապետում Բարսելոնայի առաջատարը Դու քեզ այդքան հետ մնաց, հա, բերես, ատերով կա Հերացված է գնդակը Ադամյան Երկար փոխանցում դեպի Աչիեզը Վտանգա, որ կարող է ստացվել գրող շարունակվում է Փոխանցում Բայց այնտեղ փոխանցմանը ոչ ոք չէր սպասում Մաթևոսյանն է եզրից գնդակը նետում խաղի մեջ Հրաշալի անցում էր Խառը իրավիճակ է Մաթևոսյան չկարողացավ Ռաֆայել Մաթևոսյանը խլել գնդակը Բայց վարկյաններն ստանում է հարված և թույլ էր հարվածը և Բետիսի դարպասապահ շատ հանգիստ վերցրեց գնդակը և այն անմիջապես ուղարկեց դեպի ձախ եզր Անիկ Պետրոսյան Խապս է տալիս Պետրոսյանը Այս գնդակի կորուստ հիմա Բարսելոնայի արագ հակագրոհը Մաթևոսյան Ռեբիկ Եղիազարյան Փոխանցումը պետք կատարել Մաթևոսյանը հարմար դիրքում սպասում է փոխանցմանը, բայց գնդակի կորուստ մի փոքր դանդաղ էր Եղիազարյանը և կորցրեց գնդակը Հարված և կրկին եզրային նետում Հանդիպան 43-րդ րոպեն է բարեկամներ հաշիվը բացված չէ 0-0 Փոխանցում առաջ Տեսնենք ինչպիսի զարգացում կստանա Բետիսի հերթական գրոհը Խապս է տալիս հրաշալի է խաղում Վանիկ Պետրոսյանը թողնում է խաղընկերոջը Հարված Փակում է հարվածի ճանապարհը Բարսելոնայի ֆուտբոլիստը Եվ եզրից Բետիսը կնետի գնդակը խաղի մեջ
Եղիազարյանն հրաշալի հնարավորություն է ստանում զարգացնելու իր թիմի հերթական գրոհը Մաթևոսյան։ Հարված շեղեր։ Չի ստացվում Ռաֆայել Մաթևոսյանի մոտ այսօր։ Բետիսն է գնդակով, Ուսախանյան հասնում է գնդակին, փոխանցում, Գորգևորքյան, փոխանցում է պետք կատարել, խապս է տալիս հարված, կրկին Բարսելոնայի դարպասապահն է փրկում դրությունը, Անաջող փոխանցում Մուսախանյան Պետրոսյան Փոխանցում է պետք կատարել և խաղի կանոնների խախտում Ամեն ինչ ակնհայտ էր Մրցավարը ևս նկատեց խախտումը և վտանգավոր դիրքում Բետիսը ստանում է Տուգանային հարված իրավունք վնասվածք է ստացել Վանիկ Պետրոսյանը Դավիթ Մուսախանյանն է գնդակի մոտ Սուլիչկա կարող են փոխանցումը կատարել Փոխանցում հարված չստացվեց Բետիսի ֆուտբոլիստի հարվածը, բայց գրոհ շարունակվում է Եվս մեկ հարված և մի փոքր բարձր է ընթանում հարվածը Մաթևոսյանն անջել է, օգնության է հասել նախորդ դրվագում օգնության հասավ պաշտպաններին Ամեն ինչ տանում է կարծես թե դեպի 11 մետրոնոց հարվածաշարեր Ուսախանյան Գևորքյան Ետ փոխանցում դեպի դարպասապահը Հրաշալի կերպով փորձեց շրջանցել Վանիկ Պետրոսյանը, բայց խաղի կանոնների խախտում Բավականին հրաշալի տեխնիկայի է տիրապետում Բետիսի 17 համարը Վանիկ Պետրոսյանը Հարված Բավականին հուշկու հարված էր, բայց մի փոքր շեղությամբ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Եզրային նետում Բարսանը գնդակով, Եղեզարյան Մաթևոսյան Հարված Գնդակը դիպավ Բետիսի ֆուտբոլիստին և դուրս եկավ անկյունային Խաղարկում են անկյունայինը
Փոխանցում։ Դարպասապա շատ հանգիստ տիրում է գնդակին։ Եվ ուժեղ փոխանցում առաջ։ Առաջ, բայց չկարողացավ հեռացնել Բարսելոնայի ֆուտբոլիստը Մուսախանյան։ Շարժում է առաջ, փոխանցում Աչեսեր։ Ուժեղ է փոխանցումը, բայց հասնում է գնդակին խաղընկերը, փոխանցում առաջ։ Մուսախանյան։ Մուսախանյան։ Եվ անկյունային։ Անկյունային հարված, փոխանցում, հարված և դարպասածողն է փրկում Բարսելոնային ևս մեկ հարված։ Հրաշքով է հիմա փրկվում Բարսելոնան։ Երկար փոխանցում առաջ։ Եվ վերջ բարեկամներ հանդիպումը ավարտվում է։ Բայց դեռ հրաժեշտ չեմ տալիս ձեզ այս պահին կարճատև դադար, որից հետո կվերադառնանք և կհետևենք 11 մետրանոց հարվածաշարերին։ Բարեկամներ վերադառնում ենք ուղարկում մարզադաշտ և այսպես 11 մետրանոց հարվածաշար Առաջինը իրացնում են Բետիսի ֆուտբոլիստները Գորգ Գևորգյանն է։ Բետիսից առաջինը իրացնում 11 մետրանոցը։ Տեսնենք սուլի չկա Գևորգյան։ Հարված և գոլ։ Բարսելոնայից առաջինը գնդակին մոտենում է Ռևիկ Եղիազարյանը համար 4։ Davay Vrata! Տեսնենք Եղիազարյան։ Եղիազարյան հարված և 1-1։ Անդրանիկ Ադամյան համար 99։ Հարված և հրաշալի է խաղում Բարսելոնայի դարպասապահը։ Հրաշալի է խաղում Բարսելոնայի դարպասապահը ետ մղելով գնդակը և գնդակին մոտենում է Բարսայի առաջատարը և ռմբարկուն Ռաֆայել Մաթևոսյան համար 11։ Սուր դավայ, սուր! Մաթևոսյան Մաթևոսյան հարված և գոլ։ Քիչ էր մնում Բետիսի դարպասապահի ետ մղեր գնդակը, բայց 2-1։ Վանիկ Պետրոսյան երրորդ հարվածը Բետիսի հարված և գոլ։ 2-2։ Բարսելոնայից երրորդը կհարվածի Ռուբեն Սարգսյանը համար 22 հարված և գոլ։ 3-2։ Տեսնենք, հաջորդ հարվածը, չորրորդ հարվածը, հարված հեռացնում է Բարսելոնայի դարպասապահը։ Հաշիվը մնում է անփոփոխ 3-2։ Տեսնենք, Սամվել Ամանյան
Եվ վերջ բարեկամներ Բարսելոնան հաղթում է Բետիսին 11 մետրանոց հարվածաշարերով Շնորհավորում է Բարսելոնայի ֆուտբոլիստերին հրաշալի հաղթանակի կապակցությամբ Եվ այսքանով ավարտում այսօրվա ռեպորտաժը Ուրարտու մարզադաշտից Այն ձեզ համար մեկնաբան է Շավարժ Հարությունյանը միշտ օր հանդիպում